Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Պարզից Պարզ podcast, այսօր ձեզ հետ ես եմ Արաչ Ալաբյանը և իմ հյուրն է Գուրգեն Պոտիկյան, իմ հին լավ ընկեր, ուսանողական ընկեր, որը վերջի տարիներին ԱՄՆ-ում ապրում, աշխատում, ներգրաված է մեր համար շատ հետաքրքիր ռիթինգային ոլորտում անշարժ գույքի կառավարմամբ։ Բարև եկել Գուրգեն ջան։ Բարև ջան։ Այսօր փորձենք հասկանալ անշարժ գույքը աշխարհում եւ աշխարհի ամենազարգացած շուկայում ինչպես է, ինչ գործիքներ, մոտեցումներ կան, ինչը կարող է մի օր մեզ էլ սպառնա կամ ինչքան հեռու ենք մենք այդ ամեն ինչից։ Երևի մի քիչ պատմես այսօր ինչով է անշարժ գույքը Ամերիկայում առանձնանում կամ այսօր ինչ ես անում, ասենց ասեմ։ Այսօր ասենք մենք զբաղվում ենք ԱՄՆ-ի անշարժ գույքի պորտֆելային կառավարմամբ, այսինքն ներդրումային անշարժ գույքի պորտֆելային կառավարմամբ, ես զբաղվում եմ դրանով արդեն 20 տարի է։ Կարելի ասել վերջի 20 տարիների ընթացքում այդ ոլորտ անշարժ գույքը ինքնիրանով շատ մեծ փոփոխություններ է գրանցել։ Առաջին այն պատճառը որ կար 2008 թվականի կրիզիսը, որը մինչև 2010 ասենք անշարժ գույքի անկում տեղի ունեցավ հիմնականում բնակելի տարածքների կոմերցիոնի վրա չէր ազդել։ Որովհետև այդ սաբպրայմերը վերաբերում էին, այո, այսինքն 2008-ից 10 թվականի դեֆոլտը դա մարդկանց դեֆոլտն էր։ Մարդիկ, որոնք վերցրել էին բանկային միջոցներ, լողացող տոկոսադրույքներով տուն էին առել, հետո տոկոսադրույքները բարձրացան, չկարողացան վճարել, bankruptcy գնացին։ Բայց դա ազդեց նաև կոմերցիոն շուկայի վրա ազդեց շատ քիչ, ճիշտն ասած, որոշ պարագաներում դրական ազդեց, որտեղ այդ մարդիկ, որոնք տները տվեցին բանկերին, ստիպված եղան տուն մանգալ վարձով, տեղափոխվեն ապրեն վարձով, վարձերը թանկացան, ինվեստորները սկսեցին ավելի շատ միջոցներ կուտակել, կրիզիսի արդյունքում նաև ինչ տեղի ունեցավ, տոկոսադրույքները սկսեցին աճել, պետությունը սկսեց որպեսզի տնտեսությունը խթանի, տոկոսադրույքները գցել, փող տպել։ Ու այդ փող տպելու, ասենց ասեմ, բնավորությունը ասեմ, թե տենդենսը շարունակվեց մինչև 2019 թվականը։ Բայց COVID-ի ժամանակ էլ ակտիվ լսվում էր։ 2019-ը որոշեցին մի քիչ, արդեն ասացին, որ երևի շատ ենք արդեն տպել, մի քիչ կարելի է կանգնացնել տպելը, ու այն ժամանակ արդեն զգացվում էր անշարժ գույքը սկսվում է արդեն սառեցում է գնում։ Իսկն աճը արդեն այդ ընթացքում կենտրոնական բանկը կամ Fed Reserve-ն էր, չէ՞, այդ quantitative easing-ն էին անում, այնքան շարունակում ակտիվներ էին առնում բանկերից եւ այլն։ Երկու ակտիվներ 2010-ի միջև չէին առնում։ Երևի արդեն 12-ին վերջացրեցին են ակտիվ առնելը, որտեղ արդեն բանկերը կրիզիսին 12-ից 13 թվականին դուրս եկան, անշարժ գույքն էլ դուրս եկավ, որտեղ այդ բանկերը ինչ արեցին, այդ ասենք միլիոնավոր սեփական տներ, կոնտոներ վերցրեցին իրենց բալանսների վրա եւ սկսեցին վաճառել։ Հիմնական խնդիրն ակտիվներից, այսպես ասած, արդեն սկսեցին ազատվեցին ու գնաց արդեն զարգացելու փուլը։ Շինարարություն եւ այլն եւ այլն եւ այլն։ Դե անշարժ գույքի շուկան էլ ԱՄՆ-ում հիմնականում կախված է մի ամենակարևոր հանգամանքից, դա բանկային երկարաժամկետ տոկոսադրույքն է։ Այսինքն եւ այդ տոկոսադրույքը կախված է Treasury 10-year Treasury, այսինքն 10 տարվա գանձապետական պարտատոմսի տոկոսադրույքից։ Երբ որ այդ տոկոսադրույքը ավելի քիչ է, քան եկամտաբերությունը, ուրեմն շուկան զարգանում է։ Ինչի որտեղ կա դա կոչվում փողը վերցնում ես ավելի ցածրով, առնում ես ավելի բարձր եկամտաբեր գույք եւ այդ տարբերության վրա աշխատում ես, ասենք չգիտեմ 20-ից 40% դնում ես կանխավճար, հա, առնում ես գույքը 60%-ի վրա աշխատում ես պոզիտիվ մարժա։ Դա շարունակվում է մինչև ասենք 2019 թիվը։ Հետո 19 թվականին որոշեցին, որ արդեն շատ է, դե փողը շատ է տպվել, ես չգիտեմ ինչ պետք է լինի, այլն, անտե կարող է հիշես 2019 կորոնավիրուսը 20-ի սկիզբն էր։ 19-ին արդեն բանկային համակարգում ինչպես ջղային պահեր էր սկսել առաջանալու, փող չկար։ Իսկն դաժե ռեպո կրիզիսը ասեցին կա։ Լսի սիստեմից փողը ասում են
տարածին։ Չկար համակարգում փող, որտեղ բոլորը կանխատեսում էին կրիզիս, անկեղծ ասած, այսինքն բանկերի որ վարկային կազմակերպությունը, այդ վարկային asset liability բանն են, չէ՞, committee Ակտիվների պարտավորությունը ալկո, այսպես ասած։ Ալկո committee-ն որոշել էր բոլոր բանկեր, որ խոսում են հետները, դեռ այն ժամանակ ես մեծ այտենց Newmark կազմակերպությունում էի աշխատում, որոնք մենք ինվեստիցիոնի բանկինգով ենք զբաղվում, ես վարկային միջոցներ ենք ներգրավում եւ կապիտալ ներդրողների համար։ Այդ կապերը կար, որ խոսում ենք, ասում են արդեն դժվարացել է, որ մենք կանխատեսում ենք, որ կրիզիս է լինելու եւ այլն, տեսնենք ինչ կլինի, ասենք 3 ամիս հետո կխոսենք պրոյեկտների, խոսքը գնում է մեծ պրոյեկտների մասին, հա, մեծ նորմալ պրոյեկտների մասին։ Բայց հետո COVID-ը եղավ ու հրաշքով պետությունը որոշեց, որ պետք է այլի փող տպել։ Այդ COVID-ը նաև ազդեց այդ կոմերցիոն գույքի վրա, չէ՞։ Ազդեց, սկզբի, COVID-ը որ ազդեց արդեն մի կես տարի ազդեց, չազդեց, որովհետև շոկային երևույթ էր COVID-ը, ոչ մեկ չէր հասկանում ինչ պետք է լինի, այսինքն մարդիկ սկսեցին օֆիս չգնալ։ Կազմակերպությունները ամռանը Տորոնտոյի գնացել, այնտեղ մինչև հիմա էլ ոնց որ չեն գնում։ Նույնը գնում է, չեն գնում, կգնանք, սկսեն գնալը։ Օրենք էին ընդունում, որ պարտադրեին շաբաթը գոնե 4 օր օֆիս գնալ։ Հիմա Ամերիկայում դա պետական հիմնարկներն է հիմնականում վերաբերվում, բայց ուշ թե շուտ կպարտադրում են որոշ կամպանիաներ։ Խանութներ չեն գնում։ Ասում էին COVID-ը փոխեց մեր կյանքը անվերադարձ։ COVID-ը ոչ թե գիտեք, ոչ թե COVID-ը փոխեց, այդ տենդենցիան 2010-ից գնում էր, այսինքն որ այդ Amazon-ը զարգացավ, շատ ուժեղ է Amazon-ը, այսինքն սկսեց արդեն 1 օրվա մեջ մարդկանց ապրանքներ բերել, հա։ Սիստեմներ առաջացան այդ remote work-ի համար, այսինքն կոմպյուտերային ծրագրեր սկսեցին զարգացնել IT կամպանիաները, որ այդ վիդեոկոնֆերանսները, conference եւ անվճար WebEx-ները, Zoom-ը։ Հա, բայց ինքը դանդաղ էր գնում։ Ինքը ուղղակի արագացրեց։ Այդ COVID-ը միանգամից որ turbo charge արեց այդ ամեն ինչը, այն ինչ որ պետքա տեղի ունենար, ասենք 20 տարում, տեղ ունեցավ, ասենք 2 տարում։ Ու ինչ եղավ, դա անշարժ գույքն չի կարող այդքան շուտ, ինքը անշարժ գույքը ինքը իրանով չի կարող անել։ Դանդաղ բան է։ Դանդաղ ու ասենք ոչ թե դանդաղ կարելի է անփոխելի ինքի ասետ է, որովհետև ցանկացած փոփոխություն կապված է շատ մեծ կապիտալ։ Դրա համար էլ անշարժ գույք է։ Անշարժ է, էլի շարժել չես կարող։ Ու ինչ տեղի ունեցավ, այդ բոլոր տենդենսները արագացան, այսինքն առաջինը միգրացիան փոխվեց։ Այսինքն ասենք օրինակ համար Նյու Յորքը շատ մեծ օֆիսային կենտրոն է միշտ եղել, հա, ֆինանսական։ Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Լոս Անջելեսը, չգիտեմ, երևի այդ երեքը կամ Բոստոնը մարդիկ հասկացան, որ կարելի է Նյու Յորքում չապրել, ասենք ինչի համար Նյու Յորք ապրել, կարելի գնալ ավելի տաք, համ թանկը, համ ցուրտ է։ Պլյուս դրան կար դեմոգրաֆիկ խնդիր, այսինքն բոլոր մարդիկ, որոնք որ արդեն 60+ էին, ու սպասում էին, ասեն մի օր կգնանք թոշակի, կտեղափոխվենք տակտեղ, ասեն բայց խի մի օր սպասենք, հենա թոշակի անցնենք էլի հենց հիմա։ Կամ չանցնենք կգնանք ավելի տաք տեղերից, ավելի էժան տեղերից կաշխատենք։ Դրա արդյունքում այդ բոլոր այդ մեծ օֆիսային շուկաներում օֆիսային շուկան սառեց, կարելի ասել։ Սառեց նաև ռիտեյլը, դեռ մարդիկ էլ տնից դուրս չէին գալիս։ Մարացա խարևտուրը։ Առևտուրը։ Սուպերմարկետներ բաներ։ Էդ էլ սառեց, ով շահեց արդյունաբերականը։ Արդյունաբերականը շահեց, որովհետև որովհետեւ կարողանաս այդ մարդկանց սպասարկես on-line, որոնք ասենք նախընտրում են on-line աշխատեին եւ on-line գնումներ կատարեն, պետք է ունենաս հաբեր, որտեղից ապրանքը քեզ on-line կմատուցեն։ Եվ ինչ տեղ ունեցավ միգրացիոն հոսքերը, որ շատ ահավոր մեծացան դեպի հարավային, էլ եմ ասում, այդ միգրացիոն հոսքերից վերջի 20 տարին միշտ էլ եղել է հյուսիսից հարավ, բայց այս անգամ համ թոշակառուները տեղափոխվեցին, համ երիտասարդները տեղափոխվեցին, որոնք ուզում են այս դինամիկի շուտ մի տեղում ապրեն տակ, համ ավելի էժան կարողանան փող խնայեն։ Բազմաբնական շինարարությունը սկսեց շատ արագ տեմպերով զարգանալ։ Sunbelt են ասում, հա, այսինքն հարավային, Գոտի, հա, հարավային իսկ որ քաղաքները շահեցին։
Ֆլորիդան շատ շահեց, հարավային Կարոլայնան շահեց, հյուսային Կարոլայնան շահեց, Տեխասը շահեց, Տակ տեղերը։ տաք տեղերը շահեցին, Լաս Վեգասը շահեց, որտեվ ասենք արդեն Լոս Անջելեսը ճիշտ է շատ տաք էր, բայց շատ թանկ էր։ Արիզոնան շահեց։ Ամեն Լաս Վեգասում entertainment-ը կողքն է։ Հա, ամել ամել Իսկ որ ասում ես բազմաբնակարան, այդ մի հատ ճշտենք, որ այդ մեր իմացած բազմաբնակարանները Չէ, դա ավելի շատ բազմաբնակարան նային կառուցապատում, դա երբ որ մեկ ներդրողը, թե դա լինի ֆոնդ, թե դա լինի, ասենք, հարուստ ներդրող, ուրեմն այդ ամբողջ շենքը պատկանում է իրան եւ ինքը տալիս է այդ բնակարանը ինդիվիդուալ վարձակալություն է տալիս։ Եվ տալիս ասենք կառավարիչներին, որոնք այդ ամեն ինչը կառավարում են։ Որը ըստ էության մենք Հայաստանում չունենք դեռ։ Չունենք եւ կարող է չունենանք, ճիշտ է որ ասեմ։ Որովհետեւ դա կապված է երկար փողի հետ։ Կախված է առաջինը երկար փողի հետ, այսինքն քո վարկային միջոցները պետք է լինեն, ասենք, առնվազն 10 տարի վարկային միջոց, բայց Ամերիկայում նաեւ ինչը կա, դա եթե քո վարկի եկամ term-ը, հա, ժամկետը 10 տարի է, իրանք ամորտիզացիան հաշվում են 25-ից 30 տարով կամ 20 տարի։ Այդ ինչա քեզ թույլ տալիս, որպես ներդրող դու շատ ավելի քիչ ես մարմինը շատ ավելի փոքր է լինում, բայց ասենք 10 տարվա վերջում, ասենք դու մի հատ ավելի մեծ գումար ես, հա, բայց ասենք մեծ balloon payment է, այսպես ասում են դրա, ոնց որ փուչիկային մարում ես կատարում, այդ փուչիկային մարումն էլ ըստ երևույթ եթե դու ճիշտ գույք ես առել, ասենք ինքը 10 տարվա մեջ գինը արժևորվել է միանգամից։ Այդ խնդիր չի, դա քո բիզնես պլանի մեջ մի մասն է կազմում, էլի առնում ես գույք, ասենք 100-ով, վերջում ինքը 200 է դառնում, դու ծախում ես 200-ով։ Եթե վերջը 2008-ը չի։ Այդ շինարարությունը դրա համար էլ զարգացավ, օրինակ մնացած բոլոր անշարժ գույքերի շինարարությունը կարամ ասեմ այդքան Բայց նայ Հայաստանում օրինակ հյուրանոցներ են կառուցվում, հիմա էլ ակտիվ կառուցվում են, հյուրանոցն էլ ըստ էության երկար փող է, չէ։ Հյուրանոցը ինքը, ասենք, այդ փորձ ունեմ, ասենք, բավականաչափ հյուրանոցների կառավարման։ Նկատի ունեմ, եթե մեկը հյուրանոցի մեջ փող է դնում, դա երկար փող է։ Շատ երկար լոգիկայով կարա տուն։ Հա, ինքը շատ վոլատիլ է, այսինքն տուրիզմից շատ կախված է։ Շատ տուրիզմից կախված է առաջինը, հետո եթե դու նայես կրիզիսներին առաջի հերթին, ամենայն դեպս Հայաստանը կարող է մենք միշտ ուրիշ ենք, բայց մնացած երկրներում առաջինը որ մարդիկ կրճատում են կրիզի ժամանակ, դա ճամփորդության բյուջեն է։ Այսինքն ինքը ճիշտ է կարող է շատ արագ աճի, բայց ինքը նաև շատ արագ շատ արագ անկում է ու դժվար բիզնես է ինքը, հյուրանոցային բիզնեսը բան չի, հեշտ բիզնես չի, բայց կարող ասենք Հայաստանում այսօր կա դեֆիցիտ լուրջ, կարող է դրա հաշվին ասենք հյուրանոց սարքողները կամ հյուրանոցի մեջ ներդնողները ինչ-որ շահույթ հետապնդեն, հետո մի բան եմ հասկացել, ասենք դա մենակ այստեղ չէ, հյուրանոցային բիզնես ինքը այսպես ասած գլամուր ներդրումային աշխարհում համարվում է գլամուր բիզնես էլի, մարդիկ կան կամ ներդնողներ կան, նաև ԱՄՆ-ին, որ ինքը մտնում է հյուրանոցի մեջ, որտեղ դա շատ ավելի sense պրեստիժ է։ Հա, էլի sense հպարտության առարկա է, դու գիտես, էս 5 աստղանի հյուրանոցին, օրինակ որ կանգնես ասես, ես չգիտեմ, այս արտադրական իշխում է ծայրամասում 200,000 քառակուսի մետր գործարանային տարածք ունեն բարձով տված։ Տեցում։ Ահա, տեցում այդքան գլամուր չլինի, իմիջային չլինի, քան ասենք ասես այդ էս sense 5 աստղանի հյուրանոց ունեմ, չգիտեմ, ծովի ափին, չնայած նրան որ այդ հյուրանոցը ասենք 1 միլիոն կորցնում է տարին, բայց այն ոչ գլամուր տեցի արդյունաբերական տարածքում 1 միլիոն քեզ եկամուտ է բերում։ Հյուրանոցները շատ է խնդրեմ ունեցան, որտեղ ասենք traveling-ը միանգամից կանգնեց ԱՄՆ-ում, բայց պետական միջոցների հաշվին մի ձև հետ բերեցին, բայց կարամ ասեմ մինչև այսօր հյուրանոցային բիզնեսը Ամերիկայում մինչև վերջ չի վերականգնվել։ Ինքը ծանր բիզնես է շատ վերականգնելու համար։ Ինքը այդքան։ Բայց Ամերիկայում հյուրանոցները մեծ են, Գիտես ոնց, կամ բուտիկ հյուրանոցները կան, ասենք դժվար է, ինքը իսկականից չէ, ինքը անշարժ, բոլորին թվում է հյուրանոցը դա անշարժ գույք է,
ինքը իրականում գործ է, որտեղ դու հյուրանոցի մեջ ունես ռեստորանային բիզնես, դու ունես մեծ լավ հյուրանոց, հա, դու ունես Դե food and beverage-ը հիմնական բաներից է ասենք շահույթը։ եկամուտիդ մոտավորապես 30%-ը ճիշտ է աշխատացնում, քո պետք է գա food and beverage-ից։ Ինքը 24 ժամ է 365 օր է, դու չես դու պետք է ակտիվ դրանում ներգրաված լինես։ Հետո մենք որ կոնֆերանսներ ենք գնում, ասենք այդ հյուրանոցների կոնֆերանսի տարածքները այնքան մեծ է, հյուրանոցից մեծ է, էլ այսինքն միաժամանակ մի քանի տարբեր ընկերություններ կամ թիմեր, այո, այդ մեծ դրայվերը, այդ շատ մեծ դրայվերը, այսինքն դուք երևի գնում եք հատուկ են հյուրանոցներ, որոնք որ մեծ են, հա։ սարքվել են հենց ասենք կոնֆերանսների Ասենք համար։ Հայաստանում չկան այդպես հյուրանոցներ։ Ամերիկայում էլ կան, բայց Ամերիկայում զում ասեմ, այդպես կոնֆերանսային հյուրանոցներ հենց հաբերում շատ կա, ասենք Լաս Վեգասում շատ կա, Օրլանդոյում շատ կա, դա երկու կենտրոններն են, որտեղ Նյու Յորք, Բոստոն հա երևի։ կա նենց ավելի Նյու Յորքում դե կա, Նյու Յորքում ամեն ինչից շատ կա, ասենց ասենք։ Բայց կենտրոնը համարվում է Օրլանդոն, հետո բանել է ինքը շատ ավելի հիշտ է քո աշխատակցին ասես արի Լաս Վեգաս 3 օր չգիտեմ ինչով զբաղվի, հա, որտեղ ինքը գալիս են շուտ հաճույք է ստանում նաև կամ Օրլանդոյում լավ եղանակ, քան ասես Բուֆալո գնա Բուֆալո 3 օր սարի հետ մեր գնա։ Հյուրանոցային բիզնեսը այդ տեսանկյունից կարող եմ ասել ունենց շատերը ու օֆիսը կոവിഡ്ի ժամանակ, բայց հյուրանոցային բիզնեսը գոնե շանս ունի հետ գալ, որտեղ օֆիսը հյուրանոցային ֆորմատը չփոխվեց, այսինքն մարդիկ on-line չեն հանգստանալու, ինքը էլի ուզում է գնա ինչ-որ միտեղ մի ոնց ասեմ, experience-ի համար, հա, նայած ինչ է իր փորձառության համար գնա տեղ հանգստանա։ Դա ուշ-թե-շուտ հետ գկա, հա, կարգավորվի, բայց օֆիսի խնդիրը շատ մեծ է։ Ասենք օֆիսային որպեսզի հասկանանք, Նյու Յորքում Մանհեթենում օֆիսային շենքեր կան, որոնք 70-ից 80% գինը դատարկ չեն, գինը ընկել է։ Հա, գինը ընկել է ու ինքը դժվար վերականգնվի։ Այսօր օֆիսային տարածքներում Տորոնտոյում դատարկ շենքեր կան։ Հա, չէ, Ամերիկայում շատ կա, բայց այս ասում ուրեմն միակ օֆիսային տարածքները, որոնք այսօր աշխատում են նորմալ, եւ ասենք խնդիր չունեն գցից շատից, կոവിഡ്ից հետո դա թանկ օֆիսներն են։ Նորանոր, թանկ, գլամուրային։ Գլամուրից մենակ բացի ասեմ, շատ հետաքրքիր տենդենսիա է։ Ուրեմն կորոնայից արդյունքում ինչ տեղի ունեցավ։ Կամպանիաները սկսեցին հերահար բանանը, չէ, կառավարել իրանց անձնակազմին։ Այսինքն մարդիկ հիմնականում սկսեցին տնից աշխատել։ Ասենք կազմակերպությունը բյուջե ունի, ամիսը $100,000, իրան պետք է այդ $100,000, ասենք 10,000 քառակուսի մետր։ Ինքը որ սկսեցին իր աշխատողները դրսից աշխատել, 10,000-ի փոխարեն իրան 2,000 10,000-ի տեղը փոխարեն ասենք, հա 5,000-ը վերցնում, բայց արդեն ասում է, դե բյուջեն մեկը բյուջեն ունի, իր գործերը լավ է, այնց չի բանը, ինքը գնում է ավելի լավ օֆիս։ Լավ օֆիսները շատ լավ են աշխատում, դաժե կարող եմ ասեմ գները աճել է։ Իսկ լավ ասացի պարամետրները ո՞րն են։ Դե կլասան է, սովորաբար, կլասը, այսինքն նշանակում է տվյալ տարածքի ամենանորարար ժամանակակից շենքը։ Այդ ենթադրում է ինչ որ, չգիտեմ, բակ, այգի, այդպես բաներ, թե մենակ շենքի մեջ է։ LED certification պետք է ունենա, այդ շենքը էներգո էֆեկտիվ, environmental and environmental ESG եւ այլն, հետո ԱՄՆ-ում ճիշտն ասած որ օֆիսը բան են տալիս, վարձակալության են տալիս, պատրաստի չեն տալիս։ Այսինքն դու գնում ես 4 պատն ես տեսնում հիմնականում, հետո ասում ես մեջ ինչ լինի։ Ասում ես, հա, վարձակալը գալի ասում է ես եմ ուզում։ Կամ եթե վարձակալը չի գալիս, քեզ ասում ես եմ ուզում, ինքը ասում է, ինձ կտաս այսքան գումար, որ ես իմ ճաշակի համաձայն դա սարքեմ։ Այդ կոչվում է tenant allowance, այսինքն վարձակալի չգիտեմ, համար գումար, հա, նախատեսված գումար, որը օգտագործվում է ռեմոնտի համար։ Այդ վարձակալը դուրս է գալիս, նորից քանդվում է, հետո նորից սարքվում է, այսինքն շատ կապիտալա տար process է օֆիսային տարածքը վարձով տալը ԱՄՆ-ում։ Եվ Կանադայում էլ է կարող է նույնը, բայց ասենք մեր ռեգիոնում կամ Եվրոպայում այդպես չի։
լրիվ ունիկալ ինչ-որ ամերիկյան սպեցիֆիկա է, որ ամեն վարձակալին բյուջե է սրահմանում, որ ինքը ըստ իր ցանկության դա անի։ Իհարկե, վարձով, այսինքն սեփականատերն է վարձակալին տալիս։ Այո, իհարկե։ Ինչի՞ց է տալիս։ Իր Ապագա գրպանից։ Իր գրպանից ուրիշ ոչ մի տեղից չի կարող ու գրպանը լցվելու է վարձակալ։ այո, իհարկե, դրա համար այո։ Բայց հələ վարձը չգանձած, վարձը չգանձած, այո, դու տրամադրում ես այդ փողը։ Ասենք մեծ գումարների մասն է գնում խոսքը։ Ասենք այսօրվա դրությամբ ամենակիչը ես խոսում եմ շատ կորպորատիվ կյանք, հա, ասենք չեմ ասում սկսնակ ինչ-որ այդ դու գնում ես միտեղ 5-ից 10 տարի պայմանագիր ես կնքում, քեզ ասենք մոտ մի $50 քառակուսի չէ, քառակուսի ֆուտի, որը որ կա $500։ Քեզ դու կարող ես $50-ից սկսես, այսինքն պահանջես, որ հարգելի $500 քառակուսի մետրը։ Հա, խնդրում եմ ինձ այսքան գումար տրամադրի, որտեղ ես կարողանամ ըստ իմ պահանջի սարքել։ Մի բան էլ ոնց որ մեր ընկերների համար ասենք, խոսում էինք, Ամերիկայում ասցիր վարձակալությունը այտենց վարկի պես բանա չես կարող հրաժարվես։ Այո, վարձակալության process-ը պայմանագրի ինք իրանով դա ոնց որ անխզելի պայմանագիր է։ Հիմնու պայմանավորվել կարելի է ամեն ինչի մասին, ասենց ասեմ։ Բայց միակողմանի դուրս գալ դրանից չի կարելի։ Չէ, որովհետեւ ինչի չի գալիս, այդ նույն պատճառով, հա, որովհետեւ դու տրամադրում ես փող, որպեսզի ինքը սարքի, ասենք խոսքը գնում է, ասենք $1 միլիոն, $2 միլիոն, $3 միլիոն, ու դու պարզ է, դա տրամադրում ես այդ փողը վարձակալին, դու չես թույլ տա, որ նա ասենց որոշի մի տարի մնա, հետո մի տարի հետո դուրս գա։ Այսինքն Ամերիկայում ոնց որ անշարժ գույքի զարգացման, ներդրման կարևոր ոնց որ նախապայմանները այդ եւ վարձակալության անխզելիությունն է եւ երկար էժան փողը, հա։ Այո, դա այդ ամենաերկու հիմնական երկուսն էլ ըստ էության երկարաժամկետ մտածողության տարրն է։ Այո, երկարաժամկետ։ Քիչ այդ 10 տարով վարձակալելու բանն է բարդ, եթե մեր ոնց որ շուկայի պերսպեկտիվայից նա, որովհետեւ այստեղ ոչ մեկ 10 տարով պլանավորում չի անում, ոչ մեկ չգիտի 10 տարի հետո որտեղ է լինելու կամ այս երգիրը որտեղ է լինելու, էլի։ Հա, դե այստեղ ամերիկյան մոդելը դրա համար երևի մի քիչ ավելի դժվար կաշխատի։ Դե դժվար կաշխատի, բայց եթե մենք զարգացում ենք պատկերացնում, ըստ էության այդ երկարաժամկետը անշարժ գույքի հետ խիստ առնչվող թեմա է եւ նաեւ դրա պատճառով մեր մոտ կոնսած կոնդո զարգացումն է գնում։ Կոնդո զարգացումը գնում է, միշտ էլ գնացել է, ասենք այդ կոնդո զարգացումն է գնացել է, երևի օֆիսային մեջ, չգիտեմ, Հայաստանում կա բան, այտենց կոնդո կա, ինչի՞ չի, ասենք շենքում կարող ես գնել երևի առանձին ինչ-որ օֆիս, հա։ Կան շենքեր կան։ Հենց կան, օրինակ Հյուսիսային պողոտայում կա։ Հա, կան։ Հիմա նաեւ այդ նոր development-ները գնում է նրան, որ օրինակ, չգիտեմ, Երևանից դուրս ապարտ հոթելներ են սարքում, այսինքն հյուրանոցը սարքում է, բայց ներդրողը ոչ թե երկար փող է դնում, այլ կտոր վաճառում է համարները, այդ ասում է տվեք ես կառավար եմ, այսինքն այդ հիմնական երկար փող դնողը չկա, էլի։ Հա, այսինքն հասկացա, այսինքն հիմնական գիտես ոնց կարելի է զարգացնել, այդ երկարաժամկետ եթե չկա, եթե երկար փող չկա, նախեժան երկար փող, խոսել երկարաժամկետ ներդրումային։ Ու փողը մեր մոտ էժան չի, ասենց ասեմ, երկար կա, որովհետև հիպոթեկներ կան 20 տարով, որոնք ինչ-որ տարբեր մեխանիզմներով ստեղծվել են, գուցե ինչ-որ չափով արհեստական, բայց իրանք մեկը էժան չեն։ Ասենք 12%, 11% ընդհանրենք ինքը էժան փող չի։ Դիվելոպերների համար 20 տարով վարկ կտա Հայաստանում, չեմ։ Չէ, երևի։ Մինչև հիմա development-ի սխեմաները ուրիշ են եղել։ Հիմա մի քիչ փոխվել են, որովհետև սահմանափակումներ դրվեցին պետության կողմից, կենտրոնական բանկի կողմից։ Նախկինում ոնց էր, վաճառում էին այդ գումարը դնում էին ավանդ, այդ ավանդի դիմաց վարկ էին վերցնում, ըստ էության տոկոս չէին տալիս, էլի։ Հիմա մի քիչ սահմանափակումներ կա, ավանդից գումարը չես կարող վերցնես։ Բայց 20 տարով development-ի փող ըստ ումը չեն տա։ Հիպոթեք տալիս են,
Դե հիպոթեկա ավելի շատ անձին են Անձին են տալիս, բիզնեսին չեն տալիս։ Անձին են տալիս, դրա համար անձը կարողանում է գնա շենք գնի, նու տուն գնի կամ առանձին օֆիս գնի, բայց շենք չի կարողանում գնել, այսպես ասած։ Ասենք ԱՄՆ-ում անձը կարող է գնում, եթե ինչ-որ ֆինանսական համապատասխանաբար կարողություններ ունի, հա, կարողանում է գնա վարկային միջոցների հաշվին դա գնի։ Հասկաց։ Ու հիմնական վարկային միջոցի հաշվին են գնում, ճիշտ ասած, ասենք որ այսօր տեսնում եք այդ շուկան դինամիկա ԱՄՆ-ում, հիմնական պատճառներից մեկը այն է, որ նո քեշով ԱՄՆ-ում անշարժ գույք անողներ կան, բայց դա համարվում է ինչ-որ ասես տարօրինակ մի բան է, էլի, դու կապ չունի ինչ կանում ես, բայց դու որտեվ նո այդ պոզիտիվ դրական leverage-ի մասին էլի խոսեցինք, հա, որ այժմ փող վերցնում ես 5%-ով, գույքը բերում է քեզ 6%, դու այդ մի տոկոսով ոնց որ բանկի փողի վրա աշխատում ես։ Մարդիկ այդ սխեման օգտագործելով պորտֆելը ասենք կարող են 3 անգամ ավելի մեծ պորտֆել վերցնել leverage-ի հաշվին։ Դա համար old cash կա, բայց հիմնականում դա այն մարդիկ են, որ ասենք 20 տարի առաջ առել է, մարել է կամ 10 տարի առաջ մարել է, արդեն ոնց որ ամբողջ։ Իսկ մի քիչ կպատմես քո գործը ինչ է զբաղվում։ Իմ գործը հենց այդ ներդրումային պորտֆելների կառավարումն է։ Երբ որ դու ունես մի հատ գույք, դու կառավարում ես գույք։ Երբ որ դու ունես, ասենք 20 հատ գույք, դու արդեն դու գույք չես կառավարում, դու կառավարում ես պորտֆել։ Եվ այդ պորտֆելային կառավարումով եմ ես զբաղվում։ Դա ոնց է տեղի ունենում, էլի, ինչն է քո կառավարման մեջ մտնում։ Կառավարման մեջ նախ առաջ մտնում է, նո մի քանի ցիկլ կա, եթե դու լինում է որ եթե ասենք ֆոնդը նոր ներգրաված ֆոնդեր են, այսինքն դու որպես կառավարիչ որոշում ես ինչ գույքի մեջ տեղաբաշխման մեթոդներն ես որոշում, գեոգրաֆիան ես որոշում, գույքի տեսակն ես որոշում, հա, արդեն ասենք որտեվ ԱՄՆ-ն ճիշտ է մի երկիր է, բայց ինքը ունի, ասենք հազարավոր միկրո շուկաներ, որոնք իրարից անկախ են իրանց պահում։ Պլյուս դրան ամեն միկրո շուկայում ամեն գույքի տեսակ է իրան տարբեր պահում։ Օրինակի համար ասենք, ու դա կախված ասենք բանի հետ, օրենսդրության հետ է նաև կախված, հա, ասենք եթե դու օրինակի համար Նյու Յորքում ուզում ես բազմաբնակարան շենք գնես, Նյու Յորքում օրենք կա, որ դու տարեկան 3% ծավալ չես կարողանում բարձրացնես բարձը։ Հա, ամեն քաղաք իր օրենքը։ Պետք է սպეციფիկան իմանաս, այսինքն դու արդեն որոշում ես, ասենք կախված ռիսկից, եկամտաբերության չափից, չափաբաժնից եւ այլն, նո պորտֆելային ասես թեորիան ես կիրառում պրակտիկայի մեջ եւ դա կիրառում ես real estate-ի բնագավառում, արդեն որոշում ես պորտֆելի այս մասը ներենք դնում ես այստեղ, այն մասը այնտեղ, ասենք իսկ ներդնելուց հետո ինչ է տեղ ունենում։ Ներդնելուց հետո արդեն պետք է սկսես կառավարելը, այսինքն դու ամեն գույքի համար դու ունես բիզնես պլան, հա, ասենք գույքը նշի, որ գույքը առար, ինքը ոնց որ ապրող մեխանիզմ է, ինքը բիզնեսը առար, նստեցիր, փողը եկավ։ Դե մենեջեր անես։ Ասենք դու այնտեղ առնելուց որոշել ես, որ պետքա, ասենք նոր մասնաշենք սարքես, այդ մասնաշենքը այսքանով վարձով տաս, պետքա վարկ ասենք վերցնում ես, հետո 3 տարի հետո պետքա վերաֆինանսավորես, այո։ Սպասարկումը նաև դու ես անում, չգիտեմ։ Նա կախված է Կառավարիչ դնել, այնտեղ ամսական վճարներ, բան այդ ամեն ինչը քո։ Տնօրենն ես, այսպես ասած դու այդ գույքի տնօրենն ես հայր գալիս։ Նո, վարձում ես մեկին գործան։ Տնօրենն ես անում, որը որ դեռ շատ սպեցիալիզացիա եղած է, ասենք դու շինարարին ես ընտրում առանձին, դու առանձին ընտրում ես վարձակալությունով զբաղվող, ասենք բրոկերներին եւ այլն, բայց դու այդ ամեն ինչը ագրեգացիա ես անում, որոշում ես։ Չէ՞ որ կոմոդիտի շուրա ամեն օր մի հարցով մեկը գալիս է։ Ասենք օրինակ Հայաստանում երբ որ աշխատում էի, ասենք իմ համար մի քիչ դժվար էր աշխատելը, ինչի համար, որովհետեւ շատ տարբերակ չկար որոշումների։ Ասենք քեզ ինչ առաջարկում էին կամ սև էր կամ սպիտակ էր։ ԱՄՆ-ում տարբերակները ահավոր շատ 53 կա։ Հա 52 shades of gray, էլի։ Հիմա դու այդ shade-երի մեջ պետքա որոշես, հիմա դու կոնկրետ որ ուղղությամբ ես գնում, որ ստանաս առավելագույն եկամուտ։ Ու ասենք պատկերացրու ինչ էի անում։ Հայաստանում հիմնականում մենք անում ենք, նույն սպասարկում ենք Cascade Realty-ներ, ճիշտ է։ Չէ, չենք դրել անունը։ Big Real Estate ենք դրել այն ժամանակ, Խաֆեջ ընտանիքի հիմնադրամի հետ ասոցիացված կազմակերպություն ենք, որ սպասարկում ենք Խաֆեջ ընտանիքի հիմնադրամի պորտֆելը,
կառավարում ենք իր այստեղ տեղական պորտֆելը, շինարարությունները եւ նաեւ մասամբ կառավարում ենք ամերիկյան պորտֆել ունենք, որ համագործակցում ենք ամերիկյան ֆոնդի հետ։ Ու ես ամենտեղ եմ ներգրաված համեստեղ։ Բայց այն ժամանակ ասենք այդ 2005-ից 10 եմ աշխատել, մի քիչ շուկան երևի տարբեր է եղել, քան հիմա։ ԱՄՆ-ից հետո որ վերադարձա իմ համար մի քիչ տարօրինակ էր, որտեղ գործ իմ համար ասում եմ լավ, այս շատ հեշտ, ոչ թե հեշտ էր նկատի ունեմ բանի տեսանկյունից, եկամտաբերության տեսանկյունից, հա, բայց հեշտ էր կամ մաշ կամ ձախ պետքա գնայր։ Դա շատ կարողություններ, չգիտեմ, մտածել պետք չէր, որտեվ ամեն քայլը ոնց ասեմ, երկակի, հա, binary քայլեր էր, էլի։ Հաշ-ձախ, ну, ասենք ուներ այդ հաշ-ձախի արարքում, ասենք ուներ 8 հնարավոր տարբերակ, նստում էր որոշ մի անգամից կատարում էր, ասենք ես ենք անում։ Ուտեմ ասենք Հայաստանում պրոյեկտների չէ, 1-2 տարվա պրոյեկտ է։ Ասենք այդքան շատ քայլ չկա պրոյեկտը սկզբից մինչև վերջ հասնելու համար, դու շատ քայլեր չես կատարում։ Բայց երբ որ ասենք դու պատկերացնում ես 10 տարվա պրոյեկտ, դու 10 տարի ակտիվ կառավարում ես, էլի, դու ինչքան պետքա ճիշտ քայլեր անես, ինչ քանակի ճիշտ քայլ պետք է անես, որովհետեւ վերջում այդ ասես ասած նավը 10 տարի հետո կանգնի հենց այն հանգրվանում, որտեղ դու ուզում ես ինքը կանգնի։ Ну այդտեղ պետք է արդեն հաշվի առնես տնտեսական ցիկլերը, էլի ասեցի, հա, ասենք օրինակի համար մենք 2016 թվականին մեծ հաջողություն ունեցանք, որտեղ 16 թվականին դեռ ոչ մեկ ասենք համարում է, որ դու արտադրական տարածքների մեջ ես ներդրումներ կատարում, դա շատ տենց բանա not sexy, այսպես ասած, հա, այդքան բան չէր համարում։ Գայթակղիչ չէր, բայց ասենք անալիզ արեցի, ես ասենք հասկացա, որ տնտեսությունը ուշ թե շուտ ինքը ԱՄՆ-ն գնում է դեպի on-line-ի։ Այսինքն օֆիսային աշխատողները կամած, ասենք ինչքան կարելի է իրավաբանը, հաշվապահ, մեկ էլ չգիտեմ, ինչ կա, այդ օֆիսային շենքը որ նայում ես հիմնական ուր է մտնես, կոնսալտինգ, IT-շնիկ։ Այդ չէ, միջած այդ high-rise-ներում այդքան IT-շնիկ չկա, հիմնականում քո client base-ը, այդ այն սիրուն գրքի վրա որ այդ երկնակերներում բնակվող կամպանիաները, հա, դա consulting-ն է, հաշվապահներն են, մեկ էլ իրավաբաններն են, իրեք հիմնական բանկեր, ֆինանսիստներ, հա, ասենք բանկերն են, ասենք ինվեստիցիոնի բանկերն են, ասենք սերվիսի ոլորտն է, էլի, ասենք դրանից, ասենք ինչքան կարաս դրանից դու ավելացնես տնտեսությունում, որ իրանք բերեն քեզ դե սա AI-ն է կքչացնի էլի մի քիչ։ Ինչ կանի, AI-ն է կքչացնի, այսինքն 2016-ին արդեն հասկացա, որ դա բան չի, հա, ասենք անալիզ գրեցինք, էլի paper ես անում, portfolio ես անում, հիմնավորում ես տնտեսական, ասում ես ժամանակն է, ասենք օֆիսից դուրս գալ, մտնել բանի մեջ, արտադրական տարածքների մեջ։ Իսկ Հայաստանի համար ունես տենց անալիզ։ Հայաստանի համար ճիշտն ասած չեմ արել, գլխի մեջ էլի ոչ թե paper-ի վրա։ Գլխի մեջ հաջորդ ինչ է գալու։ Եվ մի հատ իրավիճակ ունենք, որ ասենք ներդնելու շատ տարբերակներ չկա, մարդիկ կան, չգիտեմ, մի քանի տուն առել են, արդեն մտածում են դե լավ կան է տուն պետք է առնեն այդ տներն։ Հայաստանում կարծիքով հասկացա, խնդիր առնելու։ Ճիշտը որ ասեմ, ասենք տարի որ գալիս եմ, ամեն տարի չեմ գալիս, բայց ինչքան որ գալիս եմ, տեսնում ես շինարարությունը սկզբից հասկանում եմ ինչու նա խնդիր է, այսինքն ամենասկզբից ինչ կար մեր տրադիցիաների հիման վրա ու բանի, ասենք մի քանի generation իրար հետ էր ապրում։ Հա, այսինքն ծնողները ապրում են երեխաների հետ։ Մի 15-20 տարի առաջ այդ շատ էր, հետո եւ տատիկ պապիկների հետ, այսինքն սկզբից դա հասկանալի էր, հետո ոնց որ ասենք տանիքում կար մի հատ ավտո ընդամենը, հա, այդ որ փողը շատացավ, եկամուտները շատացան, հասկացան որ կարելի է ասենք գումար տրամադրել, գնել առանձին ապրել։ Այդ մի կողմից այդ ընտանեկան տրադիցիաների այդ փոփոխումը ասեմ, ինչ ասեմ, երևի բերեց այդ կտրուկ աճին։ Բանի, պահանջարկի գնողը կան շուտ միջին կլաս առաջացավ երիտասարդների, որոնք սկսեցին գնել առանձին եւ այլն։ Բայց ոնց հասկանում ես վերջի 3 տարին արդեն ոնց, հարցնում ես, խոսում ես տարբեր սոցիալական ինչ-որ հարցումներ եմ անում, շատացել են բաները կառնենք, հետո վարձով կտանք։ Այսինքն որպես ներդրում է ինքը,
ոնց հասկանում եմ մոտավորապես երևի ազատ փողերի 70%, հա, ներդրումային, որ մարդիկ ուզում են ներդնեն, երևի մինչև կարելի ասել 60-70% նախընտրում են անշարժ գույքի մեջ դնել։ Հա, բայց ով է վարձելու։ Ճիշտ ասած, այդ վերջնական վարձակալին ես չեմ տեսնում։ Կարող է լինի այդ 2008 թվի տարբերակը Հայաստանում, ասենք ոնց որ 2001-ից 2008-ը շատ մեծ բում եղավ, չէ՞, Հյուսային պողոտան վարձեցին, դրսից ասենք ներդնողները եկան առան, փակեցին ու գնացին։ Ու կարող է եթե հիմա էլ այդ տարբերակի, եթե հիմա էլ է դիվելոպերների հույսը դրա վրա, դա հնարավոր իմ կարծիքով դիվելոպերի ոնց որ խնդիրը չի, ինչքան առնողի։ Դե առնողը կամ պետք է ապրի, կամ պետք է վարձով տա։ Վարձը խնդիր է լինելու։ Ես այտենց եմ տեսնում։ Որտեվ այդքան նախ այդքան գնողունակ վարձակալ Հայաստանում չեմ տեսնում, ճիշտ որ ասեմ, որտեվ հետո վարձակալությունը գիտես ոնց է, դու տուն ունես, դու պետք է դենք տնտեսությունը այդքան վարձակալություն բան գնողունական վարձակալություն չի արտադրում, sense ասեմ։ Այդքան նոր ընտանիք չի ստեղծում, որ ասում հա լավ նոր ընտանիք եմ ստեղծել, չեմ կարողանում տուն առնեմ, գնամ վարձով ապրեմ։ Բայց որոշ միգրացիա կա, դրսից աշխատուժ է գալիս։ Դրսից աշխատուժ, բացի հնդիկներից հələ որ շատ չեմ տեսել ճիշտն ասած, առաքիչները ռուսները։ Դե իրանք այդ տները ռուսները գնալու են հետ, տենց չի որ կմնան։ Ասենք հետո Ամերիկայում ոնց է ասում, development-ը ոնց է, ուրեմն դու որ development ես անում, գնես բանկից վարկ ես վերցնում։ Չգիտեմ այստեղ ոնց արվում, բայց այնտեղ ուրեմն ցույց է տալիս դեմոգրաֆիան ով է վարձելու։ Հա, ուղղակի ասենք այդ դեմոգրաֆիան հետազոտություններ կան։ Այնտեղ եթե ու պետքա դու ցույց տաս, ասենք քո բիզնես պլանը, որ քո վարձը $3000 է լինելու, օրինակի համար ամիսը $10000 պետք է աշխատի ընտանիք։ Իսկ այդ ratio-ն խախտված է, համարվում է, որ դա բան չի, sustainable ոնց է կայուն չի։ Կայուն վարձակալ չի կարող լինել։ Այսինքն եթե դու այսօր ունես տուն, որ պլանավորում ես, որ պետք է $500 դու վարձով տաս, ու երևի այդ նորակառույցը պետք է իսկականից $500,000 տաս, որ քեզ ձեռ տա, էլի, ասենք ինգեներով ինչ որ այսօր ստեղ կա, հա, եթե հաշվենք որ քառակուսին $2000 ու դու մինիմում պետք է 10% ստանաս հաշվի առնելով երկրի տեղանքի եւ այլն ռիսկը, թե հաշվենք 10% $200 պետք է տարին ինքը քեզ քառակուսին եկամուտ բերի։ Ու համապատասխանաբար այդ գումարը կարող շատ արագ եթե հետաքրքիր է, հաշվենք ու ցույց տանք $200 տարին քառակուսին։ Հա քառակուսին։ Եթե տունն էլ ասենք չգիտեմ 60 քառակուսին սարքում ինչ են սարքում $1200։ Ու 60-ի դեպքում $1200 եղավ։ Ամիսը։ Հա։ Այսինքն նմանօրինակ Ամերիկայում այդ որ որոշեն որ այտենց պետքա տուն սարքեն որ $1200 բան, իրանք գնահատում են առաջ 3000, տարին 12000, ամիսը 1000։ 1000, օքեյ։ Շատ մեծ տարբերություն չի, ասում է 1000 տվողը 1200 կտա։ ԱՄՆ-ում եթե դու պրոյեկտ ես զարգացնում կամ գնում ես բանկ վարկ վերցնես ինչ որ բանով, կամ տուն ես որ պետքա վարձով տաս, բանը 1-ին 3 պետքա աշխատավարձ քեզ ցույց տա, որտեվ բանով ցույց է տված, ստատիստիկայով ցույց է տրված, որ եթե մարդը իր աշխատավարձից 1/3-ից ավելի շատ է տալիս, ինքը ուշ թե շուտ բան ալնում, չի տալիս, ասենք նստում վարձը չի տալիս, հետո գնում ես դատարան, հանում ես բան էլ ratio-ն հաշված է 1-ին 3։ Հիմա դե հաշվեք, ասենք եթե դու այդքան բնակարան կա, որ պետքա պոտենցիալ, ասենք $1000-ով, ինչքան մարդ կա, որ $3000 կարա աշխատավարձ ունենա Հայաստանում։ Այսինքն անշարժ գույքը տենց շատ զարգանալու տեղ չունի Հայաստանում։ Այն ֆորմատով ինչ որ հիմա կա, իմ կարծիքով դժվար է, չէ։ Իսկ կոմերցիոն, բայց զարգացողը գիտես ով կշահի, երևի կշահեն դիվելոպերները, այսինքն ինքը ինչ է անում։ Ինքը սարքում է, ծախում է։ Հա, բայց պետք է առնեն, չէ։ Դե առնողը կառնի, հետո իր փողի վրա կնստի մի 10 տարի հետո կասես, ինչ վատ բան արի կամ չգիտեմ, կարող ասես, ինչ լավ բան արեցի, որտեվ ասենք փողա չգիտի այդ մարդը ինչ անի։ Ուրիշ տարբերակ չկա, ակցիաների մեջ չեն դնում ֆոնդային բորսան, հա, ֆոնդային արժեքներ չկան,
չգիտեմ, պարտատոմսեր Դե կարան դսի ֆոնդային բորսաներում գնեն։ Իմ կարծիքով ուշ թե շուտ դրան կգնա։ Դե հիմա շուկայում մի քանի տենց ակտիվ բրոկեր ունեն։ Հա, դրան կգնա, ասենք դու կա այդ նախադեպերի միջալուց շատ կա։ Տարբեր երկրներում, ասենք ԱՄՆ-ում, ասենք այսօր ֆոնդեր կան, օրինակի համար, ասենք կա Westfield, շատ մեծ մոլերի կամպանիա, Ամերիկայում մեկ մոլերն, ինքը իրական ավստրալիական կամպանիա է։ Ինքը բանը իր ակցիաները վաճառվում են Ավստրալիայում, բայց ինքը գնում է ամերիկյան գույք։ Ու շատ կան, ասենք, գերմանական ֆոնդեր կան, ամենամեծ քանակի իսրայելական ֆոնդեր կան, ահա որ մեծ քանակի։ Ինչի իսրայելական, որովհետև ինչքան գիտեմ, իրանց օրենքը մեր նման է, որ պետքա փողեր իր կենսաթոշակ մեծ կենսաթոշակային շատ մեծ բաներ ունեն իրանք, ահա որ մեծ ֆոնդեր ունեն, ու իրանց կենսաթոշակային ֆոնդերը թույլ են տալիս, որ իրանք ներդնեն ամերիկյան բաների մեջ, կամպանիաների մեջ, որտեղ դե դու ակցիաներ թողարկում բանում Իսրայելում, շո ռեյտինգ ստանալը շատ ավելի հեշտ է, քան թե local տեղական կամպանիայի, էլի։ Ու ասենք մի բայ կա, որ ասենք մենակ ԱՄՆ-ում չէ, Գերմանիայում կան բան եւ այլն, այսինքն ինչի համար ես պրոյեկտներ մի քանի հատ արեցի իսրայելական ունեի զարգացողության օֆիսային շենքերի սա բանի, հետաքրքրեցինք, ասենք էս ինչի է, էլի, սենց է, բացատրեցի, որտեղ ասենք տնտեսությունի շուտ բանա գեներացնում, ստաբիլ քեշ է գեներացնում այդ կենսաթոշակային ֆոնդերը, բայց տեղ չկա դնելու։ Ինչ են անում այդ ֆոնդ բան են այդ փողը, եթե մարդը ուզում է, այդ փողը գնում է արտասահման։ Ֆոնդերի միջոցով է գնում, էլի, ոչ թե անհատների։ Շատ տեղ չկա այդ կենսաթոշակայինները, նա մեր նախորդ։ Դե կարող է դե ուղղությամբ է գնա։ Հնարավոր է, ասենք ուշ թե ավանդա պարտատոմսը, պետական պարտատոմս։ Հնարավոր է այդ ուղղությամբ է գնա, որտեղ եթե տնտեսությունը շարունակի գեներացնել փող, կայուն փողներ կուտակվելու ունակություն ունի։ Մանավանդ ասենք մեր տրադիցիաների մեջ է կա էլի անշարժ գույքի, մենակ մեր մոտ չէ, այս ամբողջ ռեգիոնը, հա, սիրում են անշարժ գույք։ Շոշափելի բան։ Շոշափելի ուշ թե շուտ։ Ես հետաքրքիր է, որ այդ մենտալիտետը նաև բերում է նրան, որ մեր մոտ ամենապաշտպանված իրավական տեսանկյունից ակտիվը էլի անշարժ գույքն է։ Դե մտածում են գոնե չի կորի։ Չէ, զուտ իրավական տեսանկյունից ասենք կադաստր, ինչ-որ իրավունքներ գրանցվում են, բան դա պաշտպանված է, քո մտավոր սեփականությունը առանձնապես պաշտպանված չի եւ ցանկացած այլ սեփականությունը այտենց պաշտպանված չի, էլի։ Հասկանալի է։ Այդ տեսանկյունից լավ է, որ այդ ամեն ինչը կա, բայց ես կողմից է տոխրա, որ շուկան է փոքր։ Անկեղծ ասած։ Ես մյուս բանն էլ ասենք օրինակ Ռուսաստան որ նայեք, լոգիստիկան է շատ ուժեղ զարգացած։ Այսինքն ասենք իրանք ունեն օֆիսային շենքերի միջոցով ասենք Ռուսաստանում էս վերջին կոവിഡից հետո, դաժե կոവിഡից առաջ տեն շատ չի սարքվում, որտեղ մեծ ներդրումա պետք ընդեղ էլ տենց առանձնակի մեծ երկար փողեր չկա, էլի։ Այսինքն ունենք նույն խնդիրը համեմատաբար։ Բայց նույն Ռուսաստանում ասենք զարգանում է լոգիստիկ կենտրոններն են շատ զարգանում։ Հիմա կախված նրանից ես նույն Ռուսաստան չնայած մեծ է, կարող է մեր մոտ դրա պահանջարկը շատ չլինի, որտեղ քաղաքը փոքր է, հա, ասենք քեզ պետք չի ամենտեղ մի հատ պահեստ ունենալ, որ կարողանալ սպասարկել։ Բայց եթե on-line գնումները այսպես այստեղ շատ զարգանան, ուշ թե շուտ ստեղել օրինակ ասենք դա շատ լավ ուղղություն կլինի։ Դե նա Ռուսաստանում կա էլի։ Ինչ է։ Օզոնստը աշխատում է, Wildberries-ը աշխատում է։ Հա, բայց իրանք լոգիստիկ ինչ կենտրոնների միջոցով են անում։ Իրանք եթե նու ավելի ժամանակ խոսակցություն կար, կարծեմ, որ Wildberries-ը ուզում էր կենտրոն զարգեր, բայց դե ինչքան մեծ պետք է լինի, չգիտեմ, ու քանի հատ ասենք 1 միլիոն մարդու համար սպասարկել է ճիշտ ասած այդ նոր ասենք մտածում ես, ասենք 1 միլիոնի համար ասենք չգիտեմ։ Իսկ բանը մի քիչ մակրո տրենդերից խոսանք։ ԱՄՆ-ում, հա, արի ԱՄՆ, Ռուսաստան, չգիտեմ։ Արի ասենք բանը մակրո տրենդերը ճիշտ ասած այո երևի անշարժ գույքի մակրո տրենդերը այս մի ԱՄՆ-ից է կախված։
Բայց ինքը անշարժ գույքը կախված է, չէ՞, Ինչի համար, դե ասած չէ, անշարժ գույքը բան է, ինքը վարկային միջոցների հաշվին է գոյատևում Ամերիկայում, միայն վարկային միջոցների հաշվին է գոյատևում, վարկային միջոցները ուղղակիորեն կախված է, թե ինչքան փող կա սիստեմի մեջ։ Մինչև ասենք 2022-ը, որ հասկանանք ինչ էր, 2022-ը այնքան փող տվեցին, որ 10 տարվա պարտատոմսերը մի քիչ առաջ որ ասացի կախված է 10 տարվա պարտատոմսից տոկոսադրույքը 0 էր իջել։ Տոկոսադրույքը 0 էր։ Ну 0 չէր, 0.25 էր, ցենց հասա։ Ունդը մարժա կա ինչ որ ասենք 4% այն ժամանակ ասենք վերցնում էր 4%-ով վարկ, մինչև 22 թիվը։ Դրա համար ցա ասենց ակտիվորեն առնում են եւ այլն, մեկ էլ կես տարվա մեջ, հա, թե մի տարվա մեջ 0-ն դարավ 4։ Այն 0-ն դարավ 4, 22-ից մինչև 25 թվական գործարքների քանակը 50%-ով կրճատվեց։ Պարզա գների կտրուկ բան չեղավ, ну այլի ասեց օֆիսային տարածքները ասենք կան որ մինչև 70% գինի իջել է, բայց խնդիրը նա որ ինքը անպետք է։ Այսինքն դատար կանգնած է ու դու զգում ես որ ապագայում իրան վերցնող չէ լինի, էլի, ասենք ինքը անպետք մնալու է։ Տրենդերը այսօր ինչա որ կա CMBS, հա, այսինքն Commercial Mortgage Backed Securities, Ամերիկայում ասենք գործարքների մեծ մասը ոնց որ պարտք ոչ թե բանկից են պարկ վերցնում, այլ արժեթղթերի շուկայից են, արժեթուղթը թողարկվում, այդ արժեթուղթը գվում է ներդրողների կողմից եւ ոնց որ վարկային միջոց է դա դառնում, էլի։ Եթե նայես այսօր մակրո տեսանկյունից CMBS օֆիսային տարածքների նկատի ունեմ այդ CMBS փաստաթղթերի բանը default-ի տոկոսը 12%-ի է հասել մոտավորապես 11%, հա, 11-ից 12-ը կգնեմ արդեն, որ ավելի բարձր է, քան 2008-ը։ Ասենք արտադրական տարածքների խնդրեմ չունեն Ամերիկայում, որտեղ ընդհակառակը գործերը շատ ավելի լավացել են։ Խնդիրը բաները, data center-ները։ Data center-ները նոր են զարգանում, դա էլի անշարժ գույք համարվում է, թե նոր են, ինքնանք լրիվ նոր բան է։ Նոր բան է, նույն պրինցիպով է, ինչ որ էլի 4 պատ են անում մեջը, բայց խնդիրին դեղ ուրիշ է ինֆրաստրուկտուրա պետք է ունենա, շատ մեծ էլեկտրակայության քանակ, շատ թանկ է դա բերելը ու տեղեր կա որ չկա այդ էլեկտրակայության քանակ, այսինքն իրենք զարգանալու են այնտեղ, որտեղ կա էժան էլեկտրաէներգիա։ Դա է թիմը։ Ու այդ հաբերում առնելու ու վերջ։ Դա փուճուրա ատոմակայաններ են, չէ՞, սարքում կամ դե ուզում են, ասում են, բայց չգիտեն կլինի դա։ Այդ ուղղությունը զարգանում է։ Բազմաբնակարանային ներդրումայինները շատ սարքեցին այդ էժան փողերի հաշվին, բայց այդքան մարդ հələ որ չի տեղափոխվում։ Իրանք մտածում են շատ ավելի շատ կտեղափոխվեն, մի քիչ խնդիր ունեն։ Հետո բոլոր այս դիվելոպերները բանը ինչ ասենք իրանք վերցնում են 2 տարվա վարկ որ կսարքեն, հետո 2 տարվա վարկ ես վերցնում շինարարություն ավարտում ես, հետո գնում ես արդեն արժեթղթերի շուկա կամ բանկ վերցնում ես այդ 10 տարեկան վարկ, այսինքն բիզնես մոդելը դա է։ Առաջինը կոչվում է շինարարության վարկ, երկրորդը կոչվում է permanent վարկ, այսինքն permanent է երևի մշտական, հա, այդ 10 երկարաժամկետ վարկ։ Հիմա նրանք բոլորը, որոնք որ բիզնես պլանը կառուցել են, որ իրանք 2020-ից 22-ին, հա, որ ովքեր առել են այդ գույքերը, բոլորը խնդրեմ ունեն, որտեղ իրենց բիզնես պլանի մեջ եղել է 4% անուց վարկ։ Հիմա տոկոսը ասենք դարձել է 6-ից 7%։ Իրանք չեն կարողանում վերաֆինանսավորվեն։ Արդեն 2 տարի չեն կարողանում նշվել նոր։ Ինչ եղավ, հիմա այս 2 տարի է, ամեն տարի գնում են բանկերին ասում, ես մի տարի էլ դուք տեսնենք շուկան ինչ կլինի, մի տարի հետո կվերաֆինանսավորվենք։ Այսինքն հիմա ասես թաքնված կրիզիս է։ Հիմա գները որ չինգն ոչ թե այդպես դու չես տեսնում այդ անշարժ գույքի կրիզը ոչ թե նրա համար որ կրիզը չկա, իրական կա, բայց շատ թաքնված է։ Բանկերը հասկացան, որ 2008 թիվը չեն ուզում լինի։ Իսկ 2008-ին ինչ արեցին, մարդիկ որ հենց վարկը չեն տալիս, ասում են տնից դուրս արի։ Բոլորը տնից դուրս եկան, այդ գույքերը իրանց balance sheet-ի վրա եկավ նստեց ու իրանք կառավարիչ չի, բանկը կառավարիչ չի, չգիտի այդ process ոնց կառավարի այդ գույքը։ Ու համակարգը կոլապսի եղավ։ Հիմա իրանք հասկացան, որ ավելի լավ է տնից չհանեն։ Տնից չհանեն, այսպես ասած, այդ օֆիսային կենտրոնը այտենց տիրոջ հասեն լավ, ասենք արի երկարաձգենք վարկի ժամկետը, արի քեզ
6 ամիս բան տանք, ասենք մի վճարիքով, կարի վճարը մի քիչ ցածրացնենք եւ այլն, տեսնենք տոկոսները մի քիչ կընկնեն մի տարի կամ 2 տարի հետո, նու համապատասխան տոկոս ընկնի երկու բանա տեղի ունեն, ինքան կարող եմ ավելի էժան վերաֆինանսավորի համար 1, համար 2 կարող եմ ավելի շատ վարկ վերցնի, դե այդ ամորտիզացիան տոկոսից կախված բանը շատ քչանում է, մարում է ամսական, եւ երրորդ, երբ որ տոկոս ընկնում է, բոլորը համարում են, որ ոնց որ գինը կաչի գույքի, գոնե կծախի, վարկը կմարի, մեր փողը մեզ կտա եւ ոնց որ ասած կբաժանվենք որպես ընկերներ։ Այդ կա, բայց այդ երբ կվերջանա, անցած տարի ասում ենք 23-ին, ասում ենք 24-ին այդ տեղի կունենա, բայց բանկերը ասին չէ, ոնց որ դե վիճակը լավ չէ, եկեք 1 տարի էլ հետաձգենք։ Հիմա հասնում ենք 26-ին։ Տրամպը չի խոստացել արագ լուծի այդ խնդիրը։ Տրամպը դե տեսա 25 ուզում է տոկոսադրույքը քչացնի, այդ տոկոսադրույքը որ քչացեց, բայց ես չեմ կարծում այդ օգնի շատ անկեղծ ասած, որտեղ խնդրեմը այնքան մեծ է։ Մանավանդ ասենք օֆիսային տարածքների 26 մինչև 26, 25-ից 26 թիվը 1.5 տրիլիոն դոլարի մոտավորապես վերաֆինանսավորման բան կա։ Ծավալ կա։ Դա ահռելի ծավալ է, էլի։ Ու գները այնքան են օֆիսային տարածքների քչացել, որ այդ մի տոկոս անկում իրենց չի փրկի։ Այդ ոնց է բոլորը պոստը այդպես հույսով ապրում են, էլի, որ իրենց այդ մի տոկոսը չի փրկի։ Այդ ուշ թե շուտ կբերի սիստեմի կոլապսին։ Բայց կոլապսը լինել է ուրիշ ձև, այսինքն 2008 թվին կոլապսի մեջ հայտնվեցին անհատները, այսինքն մարդը իրեն վերջի 50,000-ներ, 100,000-ներ դրել էր տուներ առել, այդ տունը կորցեց, իր վրա շատ մեծ էֆեկտ տվեց, հա։ Այս անգամ փողը կորցնելու են ներդրումային ֆոնդերը եւ հայնետ ոնց այդ շատ հարուստ, հա, մեծահարուստ օլիգարխ, մեծահարուստ ընտանիքները։ Նո ասենք ուներ 100 միլիոն, 40-ը կորցել է, բայց ինքը էլի 60 ունի։ Հիմա թե դա ոնց կազդի, այդ հաստատ 2008 թվի նման չի ազդի, բայց կազդիմ կարծիքով մի քիչ այն բանի վրա, որ ասենք նու բիզնեսները, բիզնես ակտիվության վրա դա կազդի, այսինքն գործազրկության ավելացումը դա ավելի քիչ չափով կայց կբերի։ Ամերիկայի պարտքը շատ մեծացել է, այդ ինչ ազդեցություն կունենա։ Օրինակ Ռեյ Դալիոն ինչ-որ այդպես մութ կանխատեսումներ անում, չէ՞ որ Ամերիկայի ու Անգլիայի գլխին ամպեր են կուտակված։ Հա, դե իմ ասենք բոլորն են։ Ես էլ էի անում, բայց ոնց որ այդ ամպերը մենք ասենք այդ ներդրումային բանում մեր բիզնեսը շատ կախված է իրականում ոչ ստաբիլությունից։ Այսինքն ոչ ստաբիլ, այնքան ավելի լավ ենք աշխատում, հա, մեր պահանջարկը, ասենք մեր սերվիսների ավելի շատ է առաջինը, եւ երկրորդը մեր ծառայությունների մեջ կա, ասենք պրոմոտ ասած, այսինքն եթե մենք կառավարում ենք, մենք եկամուտներից նաեւ ունենք ինչ-որ շահաբաժին ակնկալում ունենք եւ նո ակնկալում այնտեղ ֆորմուլաներով հաշվում եւ այլն։ Այսինքն իրականում մեր մասնագիտության համար կրիզը այդքան վատ բան չի, որտեվ եթե հիմա, որ ասենք կրիզիս չկա, շատ դժվար է։ Ինչա դժվար, որտեվ գործարք չկա։ Սիստեմում փող կա, կանգնած է սիստեմը։ Սիստեմում փող կա, ասենք ահավոր մեծ փողեր կան, շատ փողեր կան, ասենք ֆոնդեր կան, որ փողը հավաքել են, գնացել են ինվեստորներից, չգիտեմ, եւ այլ միլիարդներով փող են հավաքել, այն բանը, որ հեսա կրիզիս է լինելու, գներն են գնելու, մենք առնելու ենք, այդ փողը կանգնած է, չէ, քեշ աուտ արեց։ Հիմա ասենք այդ 2 տարի այդ փողը կախված է։ Հիմա այդ ֆոնդերի մի մասը ոնց է ձևը գտե այդ փողերը աշխատացնելու վարկային միջոցների մեջ է տրամադրում, այսինքն պրոբլեմատիկ գույքերին վարկ է տրամադրում կարճ ժամկետի 9-12%։ Ձեր վարկային կազմակերպությունն է, ներդրումայինի տեղը շուռ են եկել, դառել են վարկային private credit են ասում։ Այդ ձև են վարում, մինչև տեսնեն գները երբ է վերջապես Պղտոր ջրը դուք եք էլի բռնում։ Ջուրը պղտոր չի։ Որ ջուրը պղտոր չի, ոնց որ գործարք չկա, բոլորին վատ է, բայց երբ որ գործարք միջից միշտ էլ տենց է 2008 թվին 10 թվին ես որ գնացի ասում են կրիզա, որ որոշեցի ներդրումային գործունեությամբ ֆոնդի համար տեղաբաշխման զբաղվել,
հասկացա, որ այս 2010-ն ասում են կրիսա եւ այլն, բայց որ գույք է զում առեն, ասենք մինիմում, ասենք մի 10 հատ ուզող կա, այդ ուզողն էլ ասենք պայմանագիրը գրած է, կնքած է, առաջարկը տված է, էլի շուկական արժեքով, ասենց այն ժամ 2010 թվականի շուկական արժեքով։ Այսինքն Ամերիկայում այնքան փող կա, որ ի տարբերություն մնացած փոքր շուկաների, ինքը շատ լիկվիդային շուկա է։ Ներդրողները ընդհանրապես սպասում են ճիշտ պահի։ Երբ որ գործարք չի լինում, նրանք ընդհանրապես ոչ թե փողը չկա, այլ ճիշտ պահի են սպասում։ Հիմա գնալով հետ քո հարցի թե ԱՄՆ-ում ինչ կկատարվի, երբ որ կրիզիս լինի։ Անշարժ գույքի համար շատերը մտածում են, որ դա շատ լավ ինֆլյացիոն ռիսկերի կրճատում է, այսինքն եթե պետք է դոլարը արժեզրկվի, ասենք շատ մարդ կար 2020 թվականի երկրորդ կիսամյակից, երբ որ ամերիկյան կառավարությունը սկսեց փող թողարկել։ Միջից եթե նայես, ասենք տների գները եւ տների գները մանավանդ շատ կտրուկ աճ ունեցան։ Ինչի համար, որտեղ շատ էր լցվել։ Փողը շատ էր լցվել, շատ մարդիկ մտածեցին, որ ինֆլյացիայի դեմ դա շատ լավ պայքար է։ Ասենք տուն գնեցին։ Հիմա սառած այդ շուկան ինչ համար, որտեղ տոկոսը 7% է։ Հիմա եթե ասենք այդ տոկոսը ընկնի, գները բնկն։ ահա մարդիկ սկսել են Իսկ բեր բանից էլ խոսանք էլի, անշարժ գույքի ներդրումային ֆոնդերից կամ, չգիտեմ, trust այդ ֆոնդա թե գործիքա, REIT-ը, հա։ REIT-ը ֆոնդա, իրականում ինչ են իրան trust անվանել, որտեղ 80, ճիշտ ասած չեմ հիշում կոնկրետ որ թվական, 83 թե 4 թվականին ԱՄՆ-ում օրենք հանեցին, որ եթե դու ներես դնում որպես կազմակերպություն, հա, որպես ներդրումային ֆոնդներ ես դնում քո ակտիվների անշարժ գույքի մեջ, եւ քո դիվիդենդների 90%-ը դու վճարում ես քո ներդրողներին, ապա դու ազատվում ես եկամտահարկից։ Եկամտահարկը վճարվում է մենակ շահութարկից։ Շահութարկը վճարվում է մենակ ներդրող, այլ ոչ թե մի հատ կորպորատիվ վճարում, դիվիդենդ տալիս, կրկնակի։ Այդ ոնց որ խթանեց էլ այդ շուկա։ Իսկ ինքը որ պարագայում աշխատում, այսինքն դրա նախապայմանները որն է, էլի, որտեղ Հայաստանում տարբեր մարդկանցից լսել եմ մտքեր կա տենց ֆոնդեր REIT անելու։ Հա։ Նախապայմանը հասկացա տենց երկարաժամկետ նա չէ, անկեղծ ասած սպეციფիկաներ կան, օրինակ ես ինչքան գիտեմ, օրինակ Ռուսաստանում այդ սպეციფիկան գտել են, ասենք REIT-եր կան, որոնց ասենք ոնց ասեմ, միսիան այսպես ասեմ, developer-ski պրոյեկտ անելն է կարճաժամկետ։ Հա, ինքը աշխատում։ Հա, ինքը աշխատում, ասենք մարդիկ բան են անում, որտեվ ինքը ոնց որ ասած շինարարական կազմակերպություն է, իր անունը օֆիցիալ REIT է, բայց ինքը ասենք այս բազմաբնակարան շենք է սարքում ու հետո վաճառում է։ Այստեղ դեպքեր եղան, որ ներդրումային ֆոնդի տակ էին փորձում անանել, գումարը հավաքում էին ու ինքը իբր թե անշարժ գույքի ֆոնդ էր, բայց կոնկրետ developer-ի բաներ էլի, ոչ թե այսինքն developer-ներ այդ ֆոնդը ստեղծում իր շենքի ֆինանսավորելու համար, ոչ թե ներդրողները փող էին դնում ու նայում էին որտեղ։ Գիտես ոնց, պրոստը ասենք իմաստը է դրա, այդ REIT-ը ինչի համար են մարդիկ REIT-ի մեջ, ոչ թե մարդիկ այլ կազմակերպությունները եւ այլն, դե ընդհանրաբար դու ոչ թե անշարժ գույքի մեջ ես մտնում, այլ ինչ որ արժեթղթի, որը արժեթղթի, որը մտնում է երկարաժամկետ բանի, երկարաժամկետ գույքի մեջ, որը ասենք գնացել է շենքը առել է, այդ շենքը կա 10 տարեկան բան վարձակալության պայմանագիր, այն շատ բան եմ էլի, պարզ եմ էլի ասում, ասենք։ Այդ գումարը հայտնի է, ու դու շատ կանխատեսելի ու դրամային հոսք ունես որպես ներդրող։ Ну ոնց որ դա մեզ չի սպառնում, մենք այդ դեպքերը ոնց որ թե չունենք մենք այդ, ոնց որ թե մենք չունենք։ Իսկ այդ developer-ական կարա լինի։ Developer-ական կարող է լինել, բայց դրա համար երևի գիտես ոնց, դրա համար նախ դու պետք է ունենաս երկարաժամկետ պրոյեկտների pipeline։ Սա կամենը մեզ կամ Ռուսաստանում չգիտեմ, կա անցայրացիր երկիր է։ Պետք է pipeline ունենաս։ Որքան որ մեկ արեցիր, վերջացրեցիր, մյուսը պրոյեկտը դա պետք է, որ քո արժեթուղթը շատ չտատանվի։ Թե չէ դու պատկերացնես, մի տարի կասենք 10 չենք է սարքում, հա, նո չգիտեմ, այդտեղ ճիշտ ասած անալիստները ոնց են earnings per share-ով են value անում չեն անում, բայց եթե ասենք համարենք, որ ֆինանսները բոլոր տեղերը Հայաստանում եւ Ամերիկայում նույնն են կամ աշխարհում նույնն են, քո
այդ վաճառքի կամ եկամտաբերության տատանումներից քո արժի թղթերի տատանումները ահավոր մեծ բաներ են ունենալու, էֆեկտ են ունենալու շուկայում։ Ու դրա համար հենց մենակ դրա համար արդեն ինքնին ոնց որ sense միտսակ ռիթի իմաստը նա կորում, էլի։ Որտեվ ասենք դու ես փոքր երկում ես դու մենակ development-ով ես զբաղվում, դու ոնց ես համոզելու քո բաներին, ակցիա բաներին այդ բաժնետերին, որ դու նույն ձև ոնց որ ասենք դու ես 3 տարի 10 շենք ես սարքել, դու տեն շարունակես ամեն տարի սարքես։ Դու կանխատեսել եկան, այ ուրիշ բան դե դու սարքում ես ու տալիս ես վարձով, այդ դեպքում դու արդեն կանխատեսել դրամական հոսք ունես։ Ասենք դու որի արդյունքում քո բանը չի տատանվում, դրամային կամպանիայի դրամային հոսքերը չի տատանվում։ Ասենք օրինակ բերեմ, նույն դու այսօր նայես, ասենք կան մեծ 4 ԱՄՆ-ում բրոկերային կազմակերպություն, կոմերցիոն, հա, ասենք CBR-ն է, Newmark-ն է, JLL-ն է, մեկը Colliers-ն է։ Ունդ է Cushman Wakefield-ը կարելի ասենք, հենգյակ ասենք։ Դու որ նայես այդ բոլոր այդ հենգյակի, իրանք սկսել են կոմերցիոն բանից, բրոկերային տրանզակցիոն բիզնեսից, այսինքն, հա, արժեթղթեր են։ Իրանց էվոլյուցիան որ դու նայես, իրանք ինչ արեց, իրանք հասկացան, որ բրոկերային գործունեությունը ինքը շատ վոլատիլ գործունեություն է, հա, այսինքն դու այնտեղ ամեն երամսյակ, չէ, քո բաներին, այդ ներդրողներին ասում ես, որ այս երամսյակ մենք այսքան եկամուտ ունեցանք եւ այլն, դրա հիման վրա արդեն բորսան կամ ներդրողները արժեթղթի մեջ որոշում են թե քո արժեթուղթը ասենք ինչքան արժի։ Այնտեղ discount cash flow մեթոդ են ասում, չգիտեմ, value investment մեթոդով եւ այլն, գնահատում են անալիստները, ասում են, այ մենք կարծում ենք, որ այս արժեթուղթը այսքան է։ Բայց իրանք հասկացան, որ դա այնքան վոլատիլ է, որ անհնար է այդպես բիզնեսը կառավարել։ Չէ, քանի որ իրանք միշտ դոպ էմիսիա են անում բաների, ակցիաների եւ այլն շուկայում, իրանք էլ են ուզում իմանան, ասենք, իրանք ինչքան կարան միջոցներ գրավեն, թե բանկերից, թե ապագա ներդրողներից ավել ակցիաներ բաց թողելով։ Ինչ արեցին, իրանք ուրեմն կամած մտան ներդրումային շուկա։ Այսինքն իրանք սկսեցին առաջարկել ներդրումային պորտֆելային կառավարման ծառայություններ։ Ինչի, որովհետև դու ունես կանխատեսելի եկամտային աղբյուր։ Դու ունես պորտֆել, որը որ ասենք 5 միլիոն դոլար։ Ծրագիր գրողները մի ժամանակ վաճառում էին, հիմա տարեկան լիցենզիա, որ մշտական հոսք լրիվ նույն պրինցիպն է։ Ոնց որ ասենք նույն Microsoft-ը, հա, ասենք առաջ ոնց որ ասում ես բաներ, դիսկներ ծախում, չգիտեմ, $50 տուրար, հիմա ասում է $10 տարեկան կվճարես։ Հիմա անշարժ գույքի մեջ այդ պրինցիպով դու կարաս անես մենակ երկու բիզնեսի տեսակ է։ Այդ մեկը կառավարումն է, այսինքն դու պորտֆել ես հավաքում, հա, ասենք ներդրումներ ես $1 միլիարդ, ինչ որ բազարից որոշում ես փող ուր պետք է ներդնես, ոնց պետք է ներդնես, այդ գործն ես կազմակերպում, վարկերն ես սպասարկում եւ այլն, ասում ես այդ գործից իմը 1% է։ Դու կարաս տենց ասենք ռիդ դառնաս օրինակ եմ ասես, ես ներդրումային կազմակերպություն եմ։ Կամ դառնաս ռիդ, որ պետք է իսկականից այդ երկար պրոյեկտների մեջ դնի, որ կարողանա ներդրողներին ցույց տա ստաբիլ կամ աճող ստաբիլ դրամային հոսքերի եկամտաբերություն։ Բայց քանի դեռ դա չկա, այսինքն անշարժ գույքի արժևորման վրա իմաստ չունի այդպես։ Չէ, դա դրամական հոսք չկա, պլյուս մի քիչ։ Չէ, դու արժևորման վրա չես կարող, շատ վալատիլ է, հա, դու դա շատ վալատիլնի անկախատեսելի է նախև առաջ, ու դրա վրա չեն բան անում։ Դրա հիման վրա ռիթ չեն կառուցում։ Դա մել էլ եմ ասում, այլ գնանք այդ հարցի ինչ կարարնի, ասենք փոքր երկրներ կամ ինչ ոնց են անում, ասենք դրսի անշարժ գույքի վրա իրենց տեղական շուկայում թողարկում են արժեթ։ Կամ մոլ են սարքում կառավարում են, էլի։ Մոլ են սարքում, մոլն են վարձով տալի։ Հա, մոլ են սարքում, ասենք մոլն են վարձով տալիս։ Բայց էլի, ասենք այդ բանը չկա։ Մոլերն էլ է, չէ՞, բայց Ամերիկայում փչացել, Amazon-ի բանը։ Մոլերի վրա, հա, դե այդ տենդենսը 2012-15 շատ մեծ կրիզիս ունեցան իրանք մոլերի։ Դե այնտեղ հարուցեվի մոլ կա, հա, ասենք կախված մի քանիսը ընդհանրապես փակվեցին, չէ՞։ Կախված չափից մեկին ասում են, հա, դե կախված չափից ասում են
Մեկի ասենք, եթե օրինակի համար փոքր է խանութ ասում են տեղական մոլ, եթե մեծ է lifestyle center, չգիտեմ, մեկ ասում են super center, էլի։ Այդ մեծ ֆորմատները խնդիր ունեցան, որովհետև ոնց ասել, ասենք Sears-ները եւ այլները փակվեցին, որ փակվում է դուս ես մեծ շուտ քառակուսի անհասկանալի բան ունես, ասենք տարածք ունես, հետո բա ուզում վերցնի, հա, դրա ալտերնատիվան չկա։ Ինչ եղավ, շատերը տենց քանդվեցին, տեղերը բնակելի շենքեր սարքեցին, որոնքները ասենք բանկրապսի գնացին, վերացան, բայց ստաբիլ էս վերջի 10 տարին կարող եմ ասել այն high-end մոլերը աշխատում են, այսինքն luxury վրա մոլերը աշխատում են, ու հիմա շատ պոպուլյարն է դարել, բանա է, ոչ թե մոլ չեմ կդրանք ասարացում, կարող եմ ասել, ասենք առևտրային կենտրոն ավելի շատ, այն առևտրային կենտրոնները, որոնց հիմքում ընկած են պարենային սուպերմարկետները։ Այսինքն հա, պարենային խարիսխային վարձակալը պարենային սուպերմարկետն է, ասենք Carrefour-ն է օրինակի համար, հա, ասենք օրինակ ասենք Walmart-ը։ Carrefour-ը չի աշխատում։ Չէ, նու ինչ որ չգիտեմ, ասենք այստեղ որն է։ Երևան City։ Հա, ասենք օրինակի համար, ասենք Երևան City-ն է, Երևան City կողքը արդեն ուրիշ տարբեր բիզնեսներ։ Դե տենց էլ անում է, Երևան City-ն հիմա մոլեր է սարքում, մեջը ինքն է։ Ստանդարտ, այդ հնացածն է վարձով տալի։ Տարբերությամբ որ Ամերիկայում այդ ֆորմատը համարվում է սպուջրի շատ բան ֆորմատ, Հայաստանում դա համարվում է լուրջ ֆորմատ էլի։ Չափի բան է։ Գրադացիայի մեջ այդ Երևան City ֆորմատը ոնց որ ասեմ ներքևից երևի երրորդն էր։ Մինչև 2008 թիվը մեգա մոլերն էին աշխատում, ասենք ահռելի դա բաց տարածքում մինչև 200,000 քառակուսի մետր մի հարկանի բան է, էլի քաղաքից դուրս մոլերն են դրանք, այդքան լավ Ստեղ այդ քաղաքից դուրսը չաշխատեց։ Սա բանը կենտրոնացած է քան այդ քաղաքում էլի քաղաքից դուրս։ Իսկ հիմա որպեսզի հասկանանք թե Հայաստանը ինչ պետք է լինի, մենք ոչ թե պետք է նայենք մեծ երկրները, պետք է նայենք նմանատիպ երկրները։ Նմանատիպ երկրները պետք է նայենք, ոնց է աշխատել ու կարողանանք հասկանալ թե այստեղ ինչ է աշխատի։ Իսկ օրինակ ստեղից իմաստ ունի ամերիկյան անշարժ գույքի ֆոնդերում ներդրում անել։ Ինչ պետք է իմանաս դրա համար։ Պետք է անշարժ գույքից հասկանաս մի քիչ։ Երևի Դե հետևես դրան։ Հա, պետք է հետևես, պետք է դե դիվերսիֆիկացիայի համար, ասենք, չէ, պորտֆելային դիվերսիֆիկացիայի մեջ ասում են առնչվում 15-ից 25% անշարժ գույքի մեջ են դնում։ Հա, կարելի է առնվազն Դուք օրինակ Հայաստանից կամ այս ռեգիոնից կլիենտներ ունեք։ Շատ։ Ու Հայաստանից կոնկրետ չէ, բայց ռեգիոնն, հա, այո։ Սպասարկում եմ։ Հարազատ։ Դու այդ ավելի կուլտուրայով մոտիկ ենք, այս ռեգիոնի մարդկանց հետ աշխատում ենք։ Հիմնականում ինչու՞մն է բանը, որ ասենք գիտեք ոնց է անշարժ գույքի մասնագիտության կամ պրոֆեսիոնալիզմը իրականում երևում է կրիզի ժամանակ։ Մինչև կրիզ ոչ մի բան չի երևում։ Ինչի, որովհետև օրինակի համար եթե դու քո փողը վստահում ես պորտֆելային կառավարիչ, այսինքն բան էլի ստոկ, հա, պորտֆելային կառավարիչ կամ ակցիաների ներդրող, այստեղ կա այդ ստոկ։ Այդ ակցիան դու ամեն օր տեսնում ես, ինքը հետնում է, իշտնում է, դու հասկանաս, էլի։ Բայց դու պատկերացրա անշարժ գույքը գնում են գույք ես առնում, ու այդպես շատ բաներ կա, էլի։ Հիմա ասենք մեր գործի կարամ ասեմ 80%-ը ուրիշի արած սխալները ուղղելու վրա է։ Շա գույք են առնում, նայում են, ասում են 10 տարվա պայմանագիր կա, այս ինչ լավ է։ Կգնանք Ամերիկայում կառնենք, հետո չգիտեմ, կգնանք Դուբայում կնստենք, այդ փողը կստանանք։ Դե 7 տարի ստանում են մեկ 7 տարի հետո բրծնում է ու այդ չեն կարողանում, ասենք նույն օֆիսային շենքերը մարդիկ եկել են առել են դրսից չեն հասկացել սպეციფიკան, չեն հասկացել որ ասենք վարձակալը ամեն դուրս գալուց ինքը պարզվում է պետք է դրան փող տա, հաշվարկը չի հասկացել, որտեվ իր երկում տես բան չկար, վարձակալը գալիս է մի հատ դու ես խնդրում ասում ես կլինի քեզ մի 2 միլիոն փող տան, որ դու գաս ռեմոնտ անես։ Իմ հաշվին կոմոդ ռեմոնտ, ասենք այդ բաները շատ կա։
Այդ կամ ասենք գնում են հենց մի հատ բանում են տարածքում են առնում, որ ինչ ասենք չգիտի որ օրենսդրությամբ ասենք օրինակի համար վարձը 3%-ից ավել չի կարելի բանանել թանկացնել։ Գալիս են ասենք ցույց են տվել, որ հեսա տես վարձը ինչքան ցածր է, մի տարի հետո հեսա 25% կթանկացնես, շենքի ասենք պատկերացրու շենքը 5 միլիոն առլես, մի տարի հետո $1 միլիոն եկամուտ կունեն, ասել է։ Այդպես նրբություններ կա։ Այդ ու ստիպված այդպես 7 տարի բան են անում էլի։ Միշտ ասեմ, անշարժ գույքը 7 տարած սխալ լավն ու վատը 7 տարի հետո է երևում։ Կամ 7 տարի հետո կամ կրիզիսի ժամանակ։ Դրանից եթե շատ են սխալարը կարող է մի տարի հետո երևա, բայց դա մի քիչ արդեն։ Իսկ բանկի պես բան է, էլի, բանկն է տենց վարկը տալիս է։ Հա, Անկամից չի էֆեկտ երևում, էլի, խնդրեմը այո, շատ լավ անալոգիա էր։ Շատ լավ անալոգիա էր, դրա համար այդ անշարժ գույքի մեջ էլ բանի քանակը շատ է, ոչ պրոֆեսիոնալների։ Ոչ սպեցիալիզացիա եղած էլի, ասենք մասնագետների բանի քանակը շատ է։ Մանավանդ դրսի մարդիկ դա չեն հասկանում, գիտես ոնց որտեվ փոքր շուկաներում սպեցիալիզացիա չկա, ինքը գալիս է իր ձևով մտածում է շուկայի է մտնում, իրան թվում է այնտեղ չկա։ Լավ, թվում է ես հետաքրքիր նոտայի վրա կարանք կանգնենք, որտեվ կարելի անվերջ խոսալ էս Կարելի անվերջ խոսալ, այո, իհարկե։ Շատ շնորհակալություն քո գործերին հաջողություն։ Սիրելի ունկնդիրներ, թե հավանում եք, բաժանորդագրվեք, սեղմեք զանգի կոճակը եւ մնացեք մեզ հետ կապի մեջ, մինչեւ նոր հաղորդումներ։ Շնորհակալություն։